Բջջին հնագույն և պատմական նշանակություն ունեցող գյուղ է, հայտնի իր հանքային ջրերով, միջնադարյան ամրոցով և Գրիգոր Մագիստրոսի գործունեությամբ։ Անունը ծագել է «պչնազարդ» բառից։ Ենթադրվում է, որ բջջի անունն առաջացել է «պչնազարդ», «զարդարուն», «գեղեցիկ» բառից, որը ժամանակի ընթացքում սղվելով դարձել է «պչնի», ապա «բջնի»։ Գյուղը Հայաստանի հնագույն բնակավայրերից է, որի մասին առաջին անգամ հիշատակել է Ղազար Փարպեցին։ 12-17-րդ դարերում բջջիի վանքում գրված և ընդօրինակված բազմաթիվ ձեռագրեր պահպանվել են ամրոցում։ Գյուղը հայտնի է իր բուժիչ հանքային ջրերով, որոնք լայնորեն օգտագործվում են։ Բջջի գյուղը գտնվում է Հայաստանի Կոտայքի մարզում, Հրազդան գետի աջ ափին, շրջապատված է բլուրներով և ժայռերով։ Լինելով Հայաստանի ամենահին և պատմամշակութային մեծ կարևորություն ունեցող գյուղերից մեկը, հայտնի է իր միջնադարյան վանական համալիրով, խաչքարերով, բերդով և աղբյուրներով։ Բջջի գյուղը գրավոր աղբյուրներում հիշատակվում է սկսած 5-6-րդ դարերից, սակայն առավել մեծ նշանակություն է ձեռք բերում 10-13-րդ դարերում Բագրատունյաց թագավորության և Փահլավոնի իշխանների օրոք։ 11-րդ դարում բջջին իր շրջակայքով անցնում է Փահլավոնիների իշխանական տոհմին։ Այդ ժամանակ էլ Հովհաննես Սմբատ թագավորի հրամանով դառնում է եպիսկոպոսանիստ Ավան։ 1066 թվականին կաթողիկոսական ընտրությունները տեղի են ունեցել Բջջիում։ 13-րդ դարի սկզբին բջջին անցնում է Զաքարյան հայ իշխանների տնօրինությանը։ Բջջի գյուղը հարուստ է պատմամշակութային վայրերով, որոնք են բջջիի Սուրբ Սարգիս եկեղեցին 10-րդ դար, բջջիի Սուրբ Աստվածածին եկեղեցին 1031 թվական, բջջիի ամրոցը 10-րդ դար։ Բջջին հիշատակվում է մի շարք միջնադարյան պատմիչների աշխատություններում՝ Ասողիկ, Մատթեոս Ուրհայեցի, Վարդան Արևելցի, Ստեփանոս Օրբելյան, որոնք նշում են նրա քաղաքական և կրոնական դերակատարությունը։ Բջջիում է ծնվել և ապրել հայ միջնադարյան նշանավոր փիլիսոփա և աստվածաբան Գրիգոր Մագիստրոս Փահլավոնին։ Նա հիմնել է դպրոց և ծավալել գիտակրթական գործունեություն։ Հայ միջնադարյան ամրոցաշինության նշանավոր կառույցներից է բջջիի ամրոց-բերդը, որը գտնվում է Հրազդան գետի աջ ափին, անառիկ ժայռերով շրջապատված բարձրադիր հրվանդանի վրա։ Բջջիի ամրոցը կառուցվել է Վասակ Փահլավոնու կողմից, իսկ նրա որդի Գրիգոր Մագիստրոսը կառուցել է բջջիի Սուրբ Աստվածածին եկեղեցին և Կեչառից վանքի գլխավոր եկեղեցին։ Ամրոցի հիմնադրման ստույգ տարեթիվը հայտնի չէ, բայց նրա մասին հիշատակությունները սկսվում են վաղ միջնադարից։ Փահլավոնի իշխանները 11-րդ դարում վերաշինել են քարաժայռերի վրա գտնվող այս հինավուրց բերդը, այն դարձնելով միջնադարյան Հայաստանի հզոր ամրոցներից մեկը և Բագրատունյաց Հայաստանի անի մայրաքաղաքը հյուսիսից պաշտպանող կարևոր ռազմավարական հենակետ։ Բջջիի ամրոց-բերդը բնության և մարդու համատեղ ուժերով կերտված պաշտպանական կառույց է։ Այն բնականորեն 3 կողմից պաշտպանված է վերձգվող ու անդնդախոր ժայռերով, ինչպես նաև ամրացված է հզոր պարսպապատերով, որոնց երկարությունը հասնում է շուրջ 120 մետրի։ Ամրոցի մուտքը հյուսիսային կողմից է։ Բջջիի Սուրբ Աստվածածին եկեղեցի։ Բջջիի Սուրբ Աստվածածին եկեղեցին կառուցել է Գրիգոր Մագիստրոս Փահլավոնին 1031 թվականին և Պետրոս Գետադարձ կաթողիկոսի ու Հովհաննես Սմբատ թագավորի հրամանով։ Բջջիի Սուրբ Աստվածածին վանքի թեմը տարածվել է Սևանա լճից մինչև Ախուրյան գետը, Գուգարքից մինչև Բջջի։ Սուրբ Աստվածածին եկեղեցին մեկ զույգ արևմտյան մույթերով գմբեթավոր դահլիճ է, պսակված բազմանիստ թմբուկով և հովանոցաձև բեղար ունեցող գմբեթով։ Բջջիի Սուրբ Սարգիս եկեղեցի։ Բջջիի Սուրբ Սարգիս եկեղեցին սրբատաշ տուֆից գմբեթավոր խաչաձև եկեղեցի է։ Կառուցվել է 7-րդ դարում։ Իր արտակարգ փոքր չափերի հետևանքով Հայաստանի նույնատիպ հուշարձաններից ամենափոքրն է։ Կոնստրուկցիաները խիստ պարզեցված են։ Արևելյան խաչթևը ներսից կիսաշրջանաձև է։ Ութնիստ թմբուկը ավարտվում է վեղարավոր գմբեթով։ Ճակատների հարդարանքը մեծաչափ ելուստով։ Մի մասը մշակված պայտաձև կարմրախորշիկներով քիվերն են, իսկ միակ մուտքը բացվում է արևմտյան խաչթևում։ Վերանորոգվել է 1970 թվականին։